Պարոն Աղազարյան, փետրվարի 27-ին մեր վերջին հարցազրույցի ժամանակ հայտարարեցիք, որ առաջիկա 3-4 օրերի ընթացքում կերևա թե որ ուժերի հետ եք համագործակցում։ Ձեր հիմնած Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության նկատի ունեմ։ Անցել է 2 ամիս եւ կուզեինք հրապարակեիք, թե այդ ուժերը որոնք են, անուններ հրապարակեիք եւ ում հետ եք համագործակցում։ Հստակությունը մտածել ուղղակի այսպես կոչված բացասական կոնտեքստով առայժմ կարող եմ ասել, թե ում հետ չենք համագործակցի, բայց թե ում հետ պետք է համագործակցենք, այդ գործընթացը մի քիչ դգդգվեց մի պարզ պատճառով, որ կուսակցությունը դեռ չի գրանցվել, երևի մի 2 շաբաթվա ընթացքում արդեն այդ խնդիրը կլուծվի եւ մենք այդ ճակատում ավելի առարկայական քայլեր կանենք։ Հիմա ենք անում որոշակի քայլեր, բայց այս բանը համենայնդեպս չեմ կարող ասել հստակ ասել։ Ես կարող եմ ասել, որ ում հետ չենք համագործակցի, այն մնացածների անունները որ չեմ տա, նրանց հետ մենք պատրաստ ենք համագործակցելու, եթե իրենք բնականաբար ուզենան կամ նպատակահարմար գտնեն։ Չենք համագործակցելու Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, առանցքի շուրջ գտնվող քաղաքական ուժերի հետ, չենք համագործակցելու Եվրոքվեի այսպես կոչված Եվրոքվե ներկայացնող ուժերի հետ եւ չենք համագործակցելու քաղաքացիական պայմանագրերի հետ։ Ասենք ինչ-որ էտապում համենայնդեպս։ Մնացած բոլոր ուժերի նախ ես ներողություն խնդրում, ես ցույց չի որ մենք մեր մասի շատ մեծ կարծիք ենք, շատ բարձր կարծիք եւ հետո մենք որ չենք համագործակցի, օրինակի համար Արամ Շաքսյանի եւ նրա ղեկավարած Հանրապետություն կուսակցության հետ։ Ոչ, մենք այդպիսի ամբիցիաներ չունենք։ Մենք ունենք ուղղակի դիրքորոշում քաղաքական, որ այդ ուժերի հետ չենք համագործակցի։ Հիմա որքանով մենք կունենանք քաղաքական կշիռ վաղը չեմ իսուր, դա արդեն ժամանակը ցույց կտա։ Մնացած բոլոր ուժերի ում չեմ թվարկում հետ մենք պատրաստ ենք համագործակցության, եթե նորից իրենք նպատակահարմար գտնեն։ Իսկ ֆորմատի մասով կամ որևէ բանաձևով այդ ուժերի միավորելու, համախմբելու իմաստով նույնպես առաջիկայում ասեմ մենք դիրքորոշում կունենանք։ Իսկ պարոն Աղազարյան, կուսակցության գրանցումն ինչու է ուշանում։ Այսինքն խախտումով է ուշանում, թե Չէ, ուղղակի մենք ճիշտ ասած փորձ չունեինք բնականաբար այդպիսի աշխատանքի, որոշակի փաստաթղթերի բաները մեր մոտ մի դգդգվեց եւ արդեն տված է բոլոր փաստաթղթերը եւ ասեն երևի մոտավորապես 3 շաբաթ անցել է մեկ ամսյա ժամկետից եւ որևէ բան չենք ստացել, հատկական դիտողություն դեռ չենք ստացել, որ ինչ-որ բան այնպես չէ, պետք է ճշգրտումացնել։ Այդ որևէ բան չկա, արհեստական որևէ բան չկա։ Հասկանում եմ։ Պարոն Աղազարյան, մեր նույն հարցազրույցից 1 ամիս անց ազգային ժողովում ձեզ պատգամավորական անձեռնխելությունից զրկեցին, ձեր դեմ 2 դրվագով քրեական գործեր են հարուցված։ Կուզեի իմանալ ինչ փուլում են այժմ այդ գործերը։ Վերջերս մամուլը գրել էր, որ առերեսման եք հրավիրվել իբրև թե ձեր կաշառատուի հետ։ Ինչ տպավորություն ստացաք եւ ընդհանրապես ինչ ընթացք ունի քրեական գործը։ Որքանով որ ես, ասենք, հասկանում եմ նմանատիպ գործընթացներից, ապա մի դրվագի մասին կարամ ասենք ինչ-որ իմ գնահատականը տամ, դրվագը դա վերաբերում է Մանուել Երժավորյանոցների արտահանման հարցին, ապա վերջի առերեսումները ցույց տվեցին, որ եթե շատ մեղմ արտահայտվենք, շատ թույլ գործ է։ Այստեղ ես խնդիր չունեմ, էլի իմաստով խնդիր չունեմ, որ իրավապահ մարմինները ճշտելու բան ունեն, իհարկե, որովհետև հանդիպում եղել է, խոսակցություն եղել է, զրույց եղել է, բայց զրույց եղել է ուրիշ կոնտեքստով եւ առաջին անգամ ես հարցաքննվել եմ 24 թվականի օգոստոսին կարծեմ, եթե չեմ սխալվում, կամ հուլիսի վերջին կամ օգոստոսին։ Եվ այդ բանը ինչ-որ իսկ թվաց է դա ինչ-որ ձևական բնույթ է կրում այն ժամանակ։ Ինչու՞, որովհետև այդ գործը առաջացել էր լրիվ ուրիշ վարույթում իրականացվող օպերատիվ հետախուզական արդյունքներում լսումների հետևանքով էր առաջացել, որ իմ անունը տվել էին, երկուքի խոսացել էին, որ խոսանք Աղազարյանից կօգնի, մենք իրան գումար կտանք եւ այլ։ Բայց անջատվեց գործը, չէ՞։
անջատվեց ուրիշ իմաստով անջատվեց, ես ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Եվ ես թվում է թե ինչ-որ բան է, արհեստական ինչ-որ բան է, ոչ թե արհեստական, այլ պարզ բան է, որ պիտի գա իր տրամաբանական ավարտին հասնի եւ քննչական մարմինները չէին կարող չնախաձեռնել, որտեղ լսել են։ Եվ մինուտներ էր բավականին ժամանակ, եւ երբ որ ես մերժեցի վարչապետի խնդրանքը մանդատը վայր դնելու, նոյեմբերի 19-ին արդեն ինձ կանչեցին առերեսման։ Կես տարի անց։ Չէ, կես տարի ամառվանից, հա։ Դե երևի ինչ-որ գործողություններ անում էի մինչև այդ, ես չգիտեմ, բայց կանչեցին առերեսման։ Նոյեմբերի 19-ին, այդ առերեսման ժամանակ ես առերեսվեցի երկու ֆիգուրանտների հետ, եւ այդտեղից սկսած արդեն մի քիչ ուրիշ զարգացան դեպքերը եւ փաստորեն հետագայում դա օգտագործվեց, որ դատախազը եկավ միջնորդությամբ այդ մի դրվագով, մեկ դրվագ, մյուս դրվագներն ընդհանրապես այնքան ես անլուրջ էի համարում, որ երբ որ դատախազը ներկայացրեց միջնորդություն ազգային ժողովում եւ ես էլ որպես բան ֆիգուրանտ ելույթ ունեցա, հետո եզրափակիչ խոսք պետք է ասեի, ես մոռացա նույնիսկ այդ դրվագին անդրադառնալ եզրափակիչ խոսքում, այդ դրվագին, որովհետեւ Էլի նորից մի տարի առաջ մոտավորապես, ասենք հունվարի 24 թվականի հունվարի 3-ին դեպքերի զարգացումից մի 3 շաբաթ հետո ես դիմել էի ոստիկանություն այդ դրվագներով, դիմել էի ոստիկանությունը եւ հաղորդում էի տվել, ոստիկանությունը ուղարկել էր քննչական կոմիտեն հարկ չէր համարել վարույթ ընդունել, որտեղ ասել էր որևէ բան չկա։ Եթե ինչ-որ մարդիկ հարցեր ունեն, թող իրենք դիմեն իրավապահ մարմիններին եւ այլ։ Էլի նորից մեկ տարի հետո այս գործը վերցվել է եւ արդեն այս անգամ ներկայացրել որպես դրվագ մի քիչ ուրիշ ձևերով։ Եթե այն ժամանակ Գոհար անունով տիկին ասներ, որ ինքը ինձ գումար է տվել շինթույլտվության համար, հիմա չի ասում, որ ինքն է ինձ գումար տվել շինթույլտվության համար։ Հիմա ասում է, որ իր ընկերուհին ասել է, իր ընկերուհին, ով Արամի քույրիկն է, ասել է, որ Արամն է տվել։ Արամը այս պահին որ փետրվարի 24 թվականի փետրվարի 15-ից գտնվում է փախուստի մեջ, ով ում նկատմամբ հենց հիմա դատական վարույթը որ ընդհատվել է, որովհետև փախուստի մեջ է, ում նկատմամբ եւս մի հատ քրեական գործ կա, ով 5 տարի դատապարտվել է խարդախության համար, ով 23 թվականի վերջում բանարել իր վերջին զոհին է, այսպես կոչված, մշակել եւ $50,000 մոտավորապես գումար հափշտակել իր վերջին զոհից ու 2 ամիս հետո փախել Հայաստանից։ Հիմա այդպես իրավիճակը քննությունը մի դրվագով, այդ մանր անասունների դրվագով համարյա թե ես կան հատկացա մոտիկացել ավարտին, իսկ մի դրվագով էլ ընթանում է։ Պարոն Աղազարյան մամուլը հայտնել էր, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեմ հայց եք ներկայացնելու դատարան, որովհետև ազգային ժողովի ամբիոնից ձեզ մեղադրել էր սուտ խոսելու մեջ։ Հետաքրքիր է թե արդյոք այդ հայցը արդեն ներկայացրել եք թե չէ եւ ընդհանրապես ինչ եք սպասում այդ գործից։ Այդ հայցը մենք ներկայացրել ենք, դատավորի անունը կապտեմ հայտնի, բայց հələ որ միշտ չի եղել մինչև հիմա։ Երբ եք ներկայացրել։ Գոլի 3 շաբաթ։ 3 շաբաթ է։ Սպասելիքներում եք։ Դե սպասելիքները ո՞րն է։ Հիմա ես գտնում եմ որ գլխավոր դատախազը այդպիսի խոստիտով չպիտի ներկայանա խորհրդարան։ Ասենք սուտ է ասում արտահայտությունը, դա շատ տգեղ արտահայտություն է եւ վայել չի, այդպիսի բարձր պաշտոն զբաղեցնող որևէ մեկին վայել չի։ Հետևաբար ես դիմել եմ բանը կարող եմ ասել լավ չի ուշում պարոն Աղազարյանը, վերջին հաշվով կարող եմ ասել ստում է պարոն Աղազարյանը, որը նույնպես գեղեցիկ չի։ Սուտ է ասում, դա փողոցային աղջկա արտահայտություն է եւ բանը քրեական ենթամշակույթի հենքի վրա դա արտահայտություն է այդ իմաստով եւ ինչն է սարսափելին այս ամեն ինչի մեջ որ ես ասում եմ սարսափելին այն է որ եթե իմ հանդեպ են այդպես անում որ այսքան պաշտպանված եմ չէ հասարակական ասենք ընկալման իմաստով պատգամավոր եմ ինձ մի քիչ դա բանա տալիս լրացուցիչ էներգիա տալիս պաշտպանվելու եւ այլ ես այսքան պաշտպանված լինելով հանդերձ իմ հետ կապված ինչեր են անում իրանք հետեւաբար ինչ կանեն իրանք
շարքային քաղաքացուն ֆիզիկապես էլ կարող է ուտեն, ֆիզիկապես։ Եվ ես նաև ուրիշ սարսափելի բան եմ տեսնում, որ սովորական քաղաքացին իմ նման իրավիճակներում ընկնելով ինքը երբեք չի դիմի իրավապահ մարմիններին։ Ինքը կդիմի իր թաղի տղերքին, որտեղ ինքը վստահություն չունենա, որ դիմի իրավապահ մարմիններին, որովհետև մի քանի հոգու, տասնյակ հոգուներու խափած խարդախությամբ մարդը հանգիստ լքել է Հայաստանի Հանրապետությունը եւ իրավապահ մարմինները ոչինչ չեն դեռնակել։ Այսինքն մեկ սրանով, ասենք ես զգում եմ, որ մեր այն պայքարը քրեական ենթամշակույթի դեմ նմանատիպ դրվագներով ջուրն է թափում ամեն ինչ։ Ես էլ շատ բան արձանագրում։ Փոխարենը գլխավոր դատախազությունից մամուլին ասել էին, որ Աղազարյանն ապրում է իրավական երկրում եւ իրավունք ունի դատական հայց ներկայացնել։ Չէ, շատ շնորհակալ ենք դրա համար, իհարկե, շնորհակալ ենք նաև որ թույլ են տալիս որ շնչենք, շնորհակալ ենք որ թույլ են տալիս որ սնվենք, շնորհակալ ենք որ թույլ են տալիս որ նաև պաշտպանվենք եւ թող մասնավորապես Տեկին Վարդապետյանական դատախազությունը էդի չհամարի իր այսպես կոչված ձեռքբերումը, էդի իմ եւ իմ ընկերների ձեռքբերումն է եւ ող ժողովրդի ձեռքբերումն է, որ հեղափոխությունը տեղի ունեցա, որպեսզի այդ արժի համակարգերը մենք բերենք։ Այն որ ակնհայտ բաներ են, դա սպասեն այդ պետք չէ վաճառել քաղաքացու վրա։ Դու պարտավոր ես այդ անես։ Դու ուրիշ ցուցանիշի պատասխան տուր։ Քո կալանավորվածները թիվը ավելի շատ է, կալանքի տակ գտնող քաղաքացիների թիվը ավելի շատ է, քան քո դատապարտվածների թիվը։ Դու դա մասին մտածի, ցուցանիշ է, ցուցանիշ, սարսափելի։ Միջին ցուցանիշներից աշխարհում 3 անգամ ավելի վատ։ Դու դա մասին խորացի։ Հետո որ հարց ենք տալիս, ասում ենք, արդյոք կալանքը օգտագործվում է որպես խափամամիջոց Տիկին Վարդապետյան, դու շուտ էի հարցը տվել, գծամացած տարի քննարկումների ժամանակին, դա դասախոսություն է կարծում, ընդհանրապես թե ինչ է կալանքը։ Այն ինչ որ բարձր երևի։ Պարոն Աղազարյան, ասում եք, հայտարարել եք, թե համաձայն եք քաղաքական բանկրոտ դառնալ, միայն թե ձեր մտահոգությունները այս երկրի ճակատագրի հետ կապված չիրականանան։ Այո։ Հետաքրքիր է, թե ինչ մտահոգություններ ունեք, կարող եք կիսվել։ Մտահոգություններ ունեմ, առաջինը Եվրոմիության հետ կապված, եւ երկրորդ մտահոգությունը ավելի սարսափելի է, այդ Եվրոմիությունների տաների, կարող պատահի սխալվում եմ։ Պարզաբանեք ինչ նկատի ունեք կապված։ Ես տարածաշրջանային ինտեգրացիայի կողմնակից եմ։ Մենք ոչ մի ձևով այսօր պատրաստ չենք Եվրոմիություն գնալու, ոչ մի ձևով։ Մեզ ընդունում են։ Դա հələ երկրորդ հարցն է։ Մենք ոչ մի ձևով պատրաստ չենք դրան, մենք կարող է պատրաստ լինենք Եվրոմիություն գնալու 20-30 տարի հետո կարող է պատրաստ լինենք, եթե պետք լինի, պետք չլինի, դա ուրիշ հարց, բայց կարող է պատրաստենք 20-30 տարի հետո։ Սա մի մտավախություն, որ դա մեր համար ցանկալի չի իմ համար, իսկ ավելի շատ վտանգավոր մտավախությունը դա Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման կոնտեքստում փախստականների երկկողմանի վերադարձի մասին համաձայնության ընդունումն է։ Դա կլինի Հայաստանի համար կորտանար։ Հայաստանը դրանից հետո էլի մոտ 20-30 տարի հետո կվերանա, որպես պետություն։ Անմիջապես չի վերանա, բայց 20-30 տարի հետո մենք կնմանվենք այն մարդուն, որը ուզում է ինքնասպանություն անի եւ մտնում է տաք բանի մեջ, վաննայի մեջ, ու զարկերակները կտրում, որ ցավ չզգա, այդ ձևի բանը հանգիստ են մահանում մարդիկ, էլի։ Մենք կնմանվենք դրան, այո, ես փաստորեն վերահաստատում եմ այն հանգամանքը, որ այն կարգավիճակում, որում ես հայտնվել եմ, որում պարոն Ասլանյանը հայտնվել է, պայմանավորված է մեր քաղաքական հստակ դիրքորոշմամբ եւ մենք հիմա քաղաքական որոշակի գիծ ենք տանում եւ այո, ես մասնավորապես պատրաստ եմ լինել բանկրոտ, միայն իմ այդ բաները մտահոգությունները չիրականանան։ Դուք գրեթե կանխեցիք իմ հաջորդ հարցը։ Հետևյալն է հարց, թե կարծում եք, որ ձեր հանդեպ քաղաքական ճնշում է իրականացվում։ Միևնույն ժամանակ հայտարարել եք, որ դուք ձեր համեստ կերպարով եք վտանգ ներկայացնում այս իշխանությունների համար, այդ ինչպես։ Բայց դա ինչ հակասություն կա։ Այո, իմ նկատմամբ քաղաքական ճնշում է իրականացվում, եւ ես իմ համեստ կերպարով վտանգ եմ ներկայացնում։ Ինչ իմաստով, որովհետեւ բաժակը մինչեւ վերջի կաթիլը չլսես չի լսվի, կարող է ես այդ վերջի կաթիլն եմ։
պարոնացնելն է, կարող ենք վերջի կատինն ենք լսենք եւ ասենք այդ իմաստով այդ վտանգը կարող է առաջանալ իշխանությունների համար այդ իմաստով, որովհետեւ մենք ոչ Ռոբերտ Քոչարյանն ենք, ոչ Սերժ Սարգսյանն ենք, ոչ էլ օլիգարխիկ հնարավորություններ ունենք, նույնիսկ լսել եմ, որ իմ նախկին գործընկերների մոտ հարցեր առաջացել, թե որտեղից Ստալինյանի Նաղազարին այդքան փոքր կուսակցություն են բանանում, հիմնում։ Մենք ծախսել ենք ընդամենը մոտ 1 միլիոն դրամ։ Ես կարծում եմ, որ մեր աշխատավարձը այնպեսին է, որ մենք կարենք երկուսով միասին թույլ տայինք նման ծախս։ Մենք ոչ գրասենյակներ ենք բացել մարզերով, ոչ աշխատողներ ենք պահում, հետևաբար, բայց մենք քաղաքական կապիտալ ունենք, իհարկե, ուրիշները պետք է ծախսեն բավականին լուրջ գումարներ, ունենալու համար են քաղաքական կապիտալը, որ պարոնացնել եւ ես այսօր ունենք։ Մենք ինչքանով կարող ենք դա, ասենք, նյութականացնել, դա ժամանակը ցույց կտա։ Հասկանալի է։ Պարոն Աղազարյան, վարչապետին իմպիչմենտ հայտնելու առաջարկ ու գործընթաց է նախաձեռնվում։ Դուք մեզ հայտնեցիք, որ վարչապետի իմպիչմենտին չեք միանա, քանի որ դա Սարգսյան, Քոչարյան եւ նրանց այդ թիմերին օժանդակող ուժերի կողմից են նախաձեռնվել։ Հետո մամուլին հայտնել էիք, որ ուրբաթ օրը պատրաստվում եք քննարկել այդ հարցը։ Ես երբ եմ ձեզ ասել այդ հարցը առաջարկում։ Դուք ինձ մոտ ամսի երևի թե ապրիլի հեռախոսով հայտնել եք մեզ, որ այդ ուժերի նախաձեռնությանը, քանի որ պիտի բերվեր ԱԺ եւ ԱԺ-ում արդեն երկու խմբակցությունները պետք է նախաձեռնություն իրականացնեին, ասացիք, որ երբևէ չեք միանա այդ ուժերի, քանի որ ԱԺ-ի միջոցով է արվում, հետեւաբար եւ խմբակցությունների։ Բայց հետո մամուլին հայտնել եք, որ ուրբաթ օրը պատրաստվում եք քննարկել այդ հարցը։ Կուզեի իմանալ ինչպես է այդ փոփոխությունը տեղի ունեցել, ինչու եք որոշել այնուամենայնիվ քննարկել։ Փոփոխություն չի տեղի ունեցել։ Մենք հայտարարել ենք, որ չենք միանա, եթե այդ իմպիչմենտը նախաձեռնի Հայաստան դաշինքը կամ Պատիվունի դաշինքը, մենք չենք միանա։ Մենք հիմա քննարկում ենք մեր շարքերի նաև այսպես կոչված առաջարկությամբ, վարչությունը ուրբաթ օրը պետք է քննարկի իմպիչմենտի գործընթացը նախաձեռնելու մեր կողմից նախաձեռնելու հարցն ենք մենք քննարկելու, այսինքն մենք ենք նախ կարող է պատահի մենք որոշում կայացնենք վարչությունով, որ մենք նախաձեռնենք իմպիչմենտի գործընթացը։ Այստեղ հակասությունը ես չեմ տեսնում։ Հասկացա, այսինքն դուք նախաձեռնեք, ոչ թե սպասեք նախաձեռնեն եւ միան։ Ճիշտ է։ Այո։ Բայց ի վերջո, ինչպես եք տեսնում, բացի իմպիչմենտից, երկրում իշխանապողության հնարավորություն։ Այդ ուժերի մասին, որ մի քիչ առաջ խոսեցի, որոնց հետ չենք համագործակցի, մնացած ուժերի շրջանակներում մենք փորձում ենք աշխատանքներ տանել լայն կոնսոլիդացիա ստեղծելու համար եւ այդ լայն կոնսոլիդացիայով գնալ ընտրությունների եւ այդ կոնսոլիդացիայի նպատակը պետք է լինի քաղաքական դաշտից հնարավորինս ինչքան կպատի մեր ուժը ինչքան կաջակցի ժողովուրդը մեզ հնարավորինս հեռացնել եւ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան առանցքը եւ քաղաքացիական պայմանագիր գուսակցությունը, որովհետեւ այսօր ստեղծված է մի քաղաքական հավասարակշռություն, որ այդ երկու ուժերը իրար պահում են մոտավորապես։ Այսինքն քաղաքացիական պայմանագիրը գուսակցությունը եւ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան այդ առանցքը հավասարակշռում են իրար, իրանք իրաց գոյությամբ ապահովում են այս թիմի գոյությունը, իրանք իրաց գոյությամբ ապահովում են այս թիմի գոյությունը։ Մեր նպատակն ունենալու այն ուժերի շրջանակներում ստեղծել կոնսոլիդացիա, լայն կոնսոլիդացիա, այդ հավասարակշռությունը, որը շատ թույլ հավասարակշռություն է, եւ դա խախտելը, այդ հավասարակշռությունը խախտելը քան դժվար չի լինի։ Խախտել եւ փորձել հնարավորինս իրենց դուրս մղել, ինչքան որ կպատվի մեր նույնպես եմ ասում, ուժը ինչքան որ ժողովուրդը կաջակցի դուրս մղել քաղաքական դաշտից։ Կոնկրետ թե ինչ քայլերով, դա երևի մի 2 ամիս հետո։ 2 ամիս հետո, իսկ 1 տարուց արդեն ընտրություններ են։ Սա ևս ձեզ համար տարբերակ է, որքան հասկացա։ Իհարկե, եթե իմպիչմենտի գործընթացի մասին մենք չենք մտածել, ճիշտն ասած։ Մենք հենց մտածում ենք պատրաստ լինենք արտահերթ կամ հերթական ընտրություններին այդ ծրագրի այսպես որ սաղմնային բանով ես ներկայացրեցի, այդ տարբերակով արտահերթ կամ հերթական ընտրությունների։ Բայց որ հիմա քաղաքացիական նախաձեռնության կարգով Էդգար Ղազարյանը եւ Նարեկ Մայլյանը իրենց հասարակական կազմակերպության նաև հետ միասին դիմել են բոլոր պատգամավորներին, որպեսզի նախաձեռնեն յուրաքանչյուրը փորձի ինքը կամ մի քանի օգուտ նախաձեռնեն Հայաստանի Հանրապետության վարչապետին իմպիչմենտի ենթարկելու գործընթաց,
Ես գտա եւ պարոնացիաները նույնպես գտանք, որ բավականին հիմնավորված եւ գրագետ առաջարկություն են ներկայացրել եւ քանի որ նաեւ մենք որպես պատգամավորներ հստակ ունենք դիրքորոշում անպատասխան չթողնել որևէ քաղաքացու անգամ այսպես կոչված դիմումը նամակը պատասխան անպայման դրական արձագանք է, պետք է պատասխան տաս։ Ես դրանից նվիրված եմ մեր վարչության նիստը, որպեսզի մենք այդ հարցը քննարկենք եւ որոշում կայացնենք։ Կարծես նոր շունչ եք ուզում տալ ՔՊ իրականացված կամ մերժված նախագծերին, մեզ հայտնել եք, որ կուզեք կոռուպցիայի կանխարգելման գործիքները տալ ընդդիմությանը, հիմա տեղեկություն կա, որ ուզում եք նոր քննարկում սկսել ընտրական օրենքի շուրջ ընտրատոփերը հակառակ դնելու մասին, որը ՔՊ-ն կրկին չէր ընդունել։ Ինչն է այս մերժված նախագծերը հետ բերելու պատճառը, նոր ընդհանուր գաղափարներ չեն ծնվում։ Դրանք գաղափարները առաջացել են ժամանակի ընթացքում մեր քաղաքական գործունեության ընթացքում են առաջացել եւ եթե սահմանային վիճակում ԿՊ-ի հիմնական գործընկերները մեծ մաս աջակցում են այդ տարբերակներին, հետո իրանք նահանջեցին դրանից եւ հիմա մենք պետք է հնարավորություն ունենք դրանք կյանքի կոչելու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է լինի ընդդիմությանը, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է լինի ընդդիմությանը եւ հաշվեկնիչ պալատը պետք է լինի ընդդիմությանը։ Տեսեք, մի հատ էլեմենտար հաստատակ իրավիճակ վերցնենք։ Հայաստանում 2 միլիոն մարդ գալիս է, թվերը մասը որպես հեշտ լինի պատկերացնել, 2 միլիոն մարդ գալիս է ընտրության։ Մի ուժը ստանում է 1 միլիոն 1 ձայն, մի ուժը ստանում է 999,999 ձայն։ 1 միլիոն 1-ը 999,999-ից տարբերվում է 2-ով, ընդամենը 2-ով։ Այսինքն այդ 2-ը կարող է սխալի արդյունք լինի, չի ասենք մարդիկ մեկը շփոթված լինի կամ բյուլետենը սխալ լրացած լինի եւ այլ։ Այսինքն հասարակությունը բաժանված է երկու հավասար մասերի։ Հասարակության մի մասը այս քաղաքական ուժին ուզում տեսնի իշխանության, հասարակության մի մասը նույնքան մասը այս քաղաքական ուժին ուզում տեսնի իշխանության։ Բայց երբ որ այդ երկու ձայնի առավելությունը կա, ինքն է դառնում իշխանության, հասարակության այն կեսին ասում է դու չկաս։ Մենք ասում ենք իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց այն կեսին ասում են դու չկաս։ Չէ։ Տեսեք, խորհրդարանը որոշ իմաստով կարգավորված է այդ հարցը։ Հանձնաժողովներ, փոխնախագահներ, նախագահներ, մի քանի շուտ այս ընդդիմությանը։ Խորհրդարանից դուրս էլ այս հարցը պետք է լուծվի։ Եթե դու անկեղծորեն ուզում ես պայքարես կոռուպցիայի դեմ, դու իշխող քաղաքական ուժ ես, անկեղծորեն ուզում ես պայքարես կոռուպցիայի դեմ, ավելի նպատակահարմար չի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 10 ընդդիմությանը, օրենքի ուժով, ոչ թե բերես տեխնատուներ, քվեարկես, մվարկես, չէ, ձերն ուզում եք նշանակեք։ Եվ ինչ պիտի անի ընդդիմությունը։ Ընդդիմությունը պետք է փորփրի, գտնի իշխանության շրջանակներում կոռուպցիոն դրսևորումները, որպեսզի ժողովրդին ներկայացնի, այն երկու ձայնը իզուր եք տվել, պիտի մեզ տայիք։ Ինչքան վատն են իրանք։ Դու եթե ազնես քո մղումներում իրավական ընթացք ու դատախազությունը կա, հարցը կա եւ այլ։ Իսկ եթե դու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պահում ես քո տիրապետության տակ, հալից 50-50 հարաբերակցությունը մի կողմ դրած, եթե պահում ես քո տիրապետության տակ, ապա դու ինչ ես անում։ Ասես տվյալներն ուղարկեք, տվյալները գալիս են։ Աղազարյան Հովիկի հետ կապված հարցեր կան։ Գրիգորի հետ կապված հարցեր կան։ Աբրահամի հետ կապված հարցեր կան։ Գրիգորը չի ասում փախստականները չպետք է վերադառնան։ Աբրահամը չի ասում փախստականները չպետք է։ Աղազարյանն ասում է, վաղը չմիսուրը կարող է խնդիր առաջացնի։ Առավելևս քիչ չեն եղել դեպքեր, որ միայնակ ինքը տեսակետ է հայտնել եւ այդ տեսակետը դեմ եղել վարչապետի տեսակետին եւ խմբակցությունը տեսակետը ընդունել է։ Ուրեմն Աղազարյան Հովիկին ասենք այն կողմ գնա։ Դու օգտագործում ես դա որպես գործիք արդեն։ Այդ գործիք օգտագործելով դու այնքան ես արդեն ուզուրպացնում իշխանությունը, որ բարձրագույն դատական խորհրդի նախագահին ասում ես գնա տունապեր։ Իսկ դա սարսափելի է։ Ընտրական այդ ընտրատուփերի հակառակ դնելու։ Ընտրատուփերի հակառակ դնելու գաղափարը հետևյալն է։ Հիմա տեխնոլոգիաները փոխվել են։ Բոլորն ունեն հեռախոսներ։ Ուզում եք կանխել նկարելը։ Այո։ Քվեաթերթիկ։ Այո։ Եվ կանխել եւ ցուցակներով քվեարկելը։
որովհետև եթե դրված լինի հակառակ քվեատետիկ, ապա քվեակողը թիկունքով լինելով դեպի բանը հազարժողովը ենթադրենք շատ որոշակի հեռավորության վրա, մի 5 մետր ամենակիչ հեռավորության վրա կամ չգիտեմ 5 մետր ու կես հեռավորության վրա կարելի է հաշվարկել, որպեսզի դու չտենաս ինքի ոնց է քվեարկում, որպեսզի դու իր բայց եթե հեռախոս անում նկարի դու կտենաս։ Հետևաբար որևէ մեկը շիրկարե տարբերակ օգտագործի, չեն կարող ասեն հովի ջան, դու խոստացել ես գագույն ձայն տաս չէ, բայց կլսել չի հավատում այդ գագուն։ Մտ նկարի բետնակելի բանման, բայց մտ չի կարող ասել, որտեղ չեմ կարող նկարել, նկարեցի Նիկոլ Փաշինյանի դատիկը տա։ Եվ լավ էր կանի։ Դրա համար դա շատ ես տեսել եմ այդ բանը Հրստանում հարաբերական տեսա շատ զարմացա։ Որ հակառակն է տեսա։ Շատ զարմացա, շատ անսպասելի էր, էլի շատ, բայց ինձ բացատրեցին։ Եվ ես դա բանան թողեցի որպես բան։ Տարբերակ հիմա փորձում ենք այդ բան անենք։ Անդիմությունը սպասում է, որ ձեր խոսքի մեջ մարտի 26-ին անձեռնփելիություն ձեռքերի օրը։ Կասեք, որ փոշմանել եք թիմի անդամ լինելու մեջ, հիշում եք Գագիկ Դանիելյանն էր առաջարկում ձեզ այդպիսի բառեր ասել, բայց ես չեմ ասել դες բաները։ Հենց դա եմ հարցնում, որ փոշմանել եք թիմի անդամ լինելու համար կամ Լեռնային Ղարաբաղի շուրջ որոշակի հայտարարություններ փոշմանել եք, խորարել եք այս դիրքորոշումների համար։ Այս դիտանկյունից, այս հեռավորությունից, երբ որ հետահայաց եք գցում, իսկապես փոշմանել եք ինչ-որ բաների համար, ԿՊ-ի հետ համագործակցության եւ նրա շրջանակներում արված որոշ հայտարարություններ։ Բացարձակ որևէ բանի մասին չեմ փոշմանել։ Շատ մտքեր կա, որ ես ինձանակ արտահայտել եմ, երբ որ իմ շատ գործընկերներ կներեք դեմ ասած մեծ զգուշավորություն են ցուցաբերել եւ ես այդ մտքերի տերն եմ հիմա երբ ինձ հարց են տալիս ասում են պարոն Աղազարյան եթե դուք չեք պայքարելու Արցախի ժողովրդի արդար իրավունքի համար ես ասում եմ որ կներեք որ ոչ ինձ քիչ ամնացել ապրելու եւ ես ուզում եմ մնացած կյանքս նվիրեմ մեր պետության Հայաստանի Հանրապետության զարգացմանը ինչքան որ օգտակար կլինի ես դրան չեմ անելու էներգիա չեմ ծախսելու դրա վրա չեմ ուզում բացեմ փակագծեր չեմ ուզում բացել շերտեր բացել ուրիշ բաներ ասելու համար իմ տեսակետը հիմնավորելու համար վնաս տալու կարող է պատահել դուք զբաղվում եք այդ հարցով եւ հաջողություն ունեք ինչի ես ձեզ խանգարեմ իմ սկզբունքը դա ես որևէ բանի համար չեմ փոշմանել եւ այդ կոնտեքստումից հարց էին տալիս որ իմանայիք պարոն Աղազարյան ինչքան ճաշումներ կներ եւ այլ կարող է պատահել ժամանակին մանդատից հրաժարվեի երբ որ առաջարկեցին ասեցի ես որ եթե ես իմանայի որ իմ նախին գործընկերները այնքան քիչն են որ կմտնեն իմ հեռախոսի մեջ իմ անձնական տիրույթ ես իրաց այդքան չտեսնելու համար այո կարող է եւ համաձայնվեի բայց նայ բարեբախտաբար այդ մարդիկ շատ չեն եղել դրա համար ես դեպի իմաստով էլ հպարտեմ որ էմիսների հետ քայլել եմ որ իրանք թույլ չեն տվել այդ նման արարքներ ես որևէ բանի համար չեմ փոխանցել ես միջև մեր դուրս գալը ինչ որոշումներ եղել է ինչ քայլեր արվել է քաղաքացիական պայմանագրի կուսակցության կողմից եւ նաեւ վարչապետի կողմից մենք դրա մեր պատասխանատվության համեստ բաժինը կրում ենք Շնորհակալություն